Դավթաշենի պոլիկլինիկայում ամսական 300,000 դրամով տարածք են տալիս Սամվել Ալեքսանյանին պատկանող Նատալի Ֆարմ ընկերությանը, ում մերժում այլ ընկերության 540,000 դրամանոց առաջարկը։ Վագաֆարմի հիմնադիր Վահե Վարսանյանը պաշտոնական դիրքի չարաշահման, հովանավորչության ու պետությանը միլիոնների վնաս հասցնելու մասին է ահազանգում։ 240,000 դրամով պակաս ու 2 տարվա վարձակալության համար արդյունքում պետությանը հասցվել է 6,640,000 դրամի վնաս։ Պոլիկլինիկայի երկրորդ հարկում Նատալի Ֆարմն արդեն կահավորում է դեղատունը։ Տնօրեն Ջենի Հովսեփյանից հետաքրքրվեցինք, ինչ սկզբունքով է պայմանագիր կնքել ոչ թե ավելի բարձր, այլ ցածր գին առաջարկողի հետ։ Բոլոր հարցերով Երևանի քաղաքապետարանի առողջապահության Որ գործընթացները համակարգում են քաղաքապետարանում, ավելի կոնկրետ այդտեղ առողջապահության վարչության պետ Դավիթ Կարապետյանը գիտեն Վագաֆարմում, ունեն նամակը, որով Դավիթ Կարապետյանն առարկում է պոլիկլինիկայի տարածքից 20 քառակուսի մետր տրամադրել Վագաֆարմին, միակ հիմնավորումը նպատակահարմար չէ, գրել են։ Շաբաթներ անց կնքում են պայմանագիր Նատալի Ֆարմի հետ։ Մենք դիմի հաղորդում ներկայացրեցինք գլխավոր դատախազությանը, գրությունները հանցագործության ուղարկեցինք նաև պետական վերահսկողական ծառայության, հակակոռուպցիոն կոմիտե, նաև հենց քաղաքապետարանին, որը հենց փաստորեն հիմնադիրն է պոլիկլինիկայի։ Վարսանյանը պնդում է քաղաքապետարանի պաշտոնյան, նրա ենթակայությամբ գործող պոլիկլինիկայի տնօրենը օգտագործել են իրենց լիազորություններն ու պետությանը միլիոնների վնաս տվել։ Կա իրենց գնառաջարկը բարձր գնով եւ արդեն կնքված պայմանագիրը Նատալի Ֆարմի հետ ավելի ցածր գնով։ Դատախազության պատասխանը քրեական վարույթ չի նախաձեռնվել, բայց հաղորդման մեջ կան տեղեկություններ, որ կարող են ստուգվել օպերատիվ հետախուզական միջոցառումներ, եւ այդ տեղեկություններն ուղարկվել են հակակոռուպցիոն կոմիտե։ Փաստորեն սրանք ծաղրում են, ակնհայտ հովանավորչության հետ գործ ունենք։ Վարսանյանը դատախազության այս պատասխանը համարում է մերժում, պնդելով այս պահին եղած փաստերը բավարար են քրեական ընթացքի համար։ Գլխավոր դատախազությունից ազատությանը տեղեկացրին, այս պահին վարույթ չկա, բայց հաղորդման մեջ նշված տվյալները օպերատիվ ստուգման են ուղարկվել, վարույթ կլինի, եթե դրանք հաստատվեն։ Բողոքարկել ենք, այո, պահանջում ենք, որ անպայման քրեական գործը հարուցվի ու մերժման հիմքերը մեզ ներկայացվեն, ինչի համար էր մերժվել, բայց պետք է պայքարենք, որ արդյունքի հասնենք։ Խնդիրը մեկ դեղատուն ավել կամ պակաս ունենալը չէ, այլ սկզբունքը, շեշտում է Վահե Վարսանյանը։ Հետևողական գնացել ենք, որ գոնե այստեղ այս կոնկրետ դեպքով չթողենք, որ անարդարություն լինի։ Դրանով գարուն չի գալու, բայց պետք է ամեն ինչ անենք ճիշտ քայլը տարա ու ինչ լինում է թող լինի։ Քաղաքապետարանից հիմնավորում խնդրեցինք, ինչու է վարչության պետ Դավիթ Կարապետյանը ոչ նպատակահարմար համարել ավելի շահավետ առաջարկը։ Ասացին այն, ինչ ավելի վաղ Վագաֆարմին էին ասել։ Իրավապահներին հաղորդում է ներկայացվել, ընթացք կտան։ Վարսանյանը չի հավատում, որ կտան այդ ընթացքը, տեսնում է հովանավորության շատ ներդաշնակ ընթացք։ Ակնհայտ երևում է ներդաշնակ հովանավորչությունը համակարգված։ Նիկոլ Փաշինյանը ամեն առիթով հայտարարում է, որ իրանց քաղաքական թիմի բրենդն է կոռուպցիայի դեմ պայքարը, կոռուպցիան արմատախիլ են ասնում, զրոյացնում են, դա դատարկ սուտ խոսքեր են փաստորեն։ Խոշոր գործարար Սամվել Ալեքսանյանը, որ մինչև Փաշինյանի իշխանությունը հանրապետականների հետ էր, այն բացառիկ գործարարներից է, որ հաջողությունները զարգացնում է նաև այս իշխանության օրերում։ Պարբերաբար կառավարությունից ստանում աջակցություն։ Վերջինը հենց 3 էր, նրա Ալեքս տեքստիլ ընկերությունը ներմուծման արտոնություն ստացավ։ Նիկոլ Փաշինյանը մեր աղբերն է։ Վարսանյանը հիշում է դեռ 10 տարի առաջ նրա ու Փաշինյանի միջև ծավալված հեռակա մի երկխոսություն։ Սամվել Ալեքսանյանը հայտարարում էր, որ Նիկոլ Փաշինյանը իրանց աղբերն է։ Նիկոլ Փաշինյանն էլ դրան հակափաստարկ էր բերում, արձագանքում էր, որ մտմտում են, ինձ վաղը կասեն, որ իրանց մեծ աղբերն եմ, թագավոր աղբերն եմ, փաստորեն Սամվել Ալեքսանյանի ասածները իրականություն դարձան, Նիկոլ Փաշինյանը դարձավ իր թագավոր աղբերը։